Աղա, թե աղջիկ, չակերտավոր հաշվարկները դեռ շարունակում են ակտուալ մնալ։ Ծնողների տարիքով, օվուլյացիայի օրերով, դիրքերով, կծու, աղի, թթու սննդով, օրացույցներով, լոգանքի ջերմաստիճանով։ Իսկ գիտությունում բան չի փոխվել։ Երեխայի սեռը ձևավորվում է բացառապես հոր սերմնաբջջից փոխանցված քրոմոսոմից եւ կապված չէ որևէ հաշվարկի հետ։ Ամեն դեպքում դրանով մարդիկ գումար են աշխատում։ Օրինակ, աստղաբանի մոտ այս ծառայությունն արժե 30,000 դրամ։ Հավանականությունը 89% է։ Ամեն ինչ պետք է արվի օրով, ժամով, ըստ աստղերի ցուցումների։ Սարգերակի հետ զրույցում գինեկոլոգ Իդա Նավասարդյանը ասաց, որ սրա հիմքում ընկած է հավանականությունը, կամ աղջիկ է, կամ տղա, ուրիշ տարբերակներ չունենք։ Գիտական հիմք չունեն նաև ցանկալի սեռով հղիանալու համար հարաբերության դիրքերը։ Ըստ նրա, հաշվարկը արմատացած է հանրությունում։ Դրանով զբաղվում են բժիշկները, բուժքույրերը, ինչը էթիկետով արգելված է։ Գինեկոլոգի խոսքով հաշվարկներից բացի կան նաև արագ հղիանալու տարօրինակ մեթոդներ՝ առավոտյան մաքուր թթի օղի խմել, մեղր ուտել եւ այլն։ Իսկ եթե արդեն հայտնի է երեխայի սեռը, շատերը նախընտրում են դա իմանալ գենդեր փարթիներով։ Մեզ հետ զրույցում ասացին, որ դրանց գինը սկսվում է 15,000 դրամից, հասնելով մինչև 1 միլիոն դրամի։ Հիմնականում նախընտրում են 150-ից 250,000 դրամ արժողությամբ տարբերակները, որոնց մեջ մտնում են ծխային էֆեկտները, գունավոր դեկորացիաները։